Վերադարձանք տաղավար եւ ինչպես արդեն հաղորդման սկզբում նշել ենք, այսօր ժամը 17-ին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի երեկոյան ժամերգություն Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների հիշատակության օրվա նախատոնական, իսկ հունվարի 30-ին ժամը 11-ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ։ Հենց այսօր է պետք ուտել աղի բլիթը, որ կարողանաք տեսնել ձեր ապագա սիրելին։ Մեր տաղավարում է մշակութաբան Թեհմինե Բարսեղյանը եւ այսօր բարձելու ենք, թե ինչպես պետք է նշել Սուրբ Սարգսի տոնը։ Բարև ձեզ, բարի լույս, շնորհակալություն, որ օրը առավոտը սկսում եք մեզ հետ եւ եկեք սկսենք մի փոքր, այսպես ասած, պատմական ակնարկով։ Շատերի համար Սուրբ Սարգիսը սիրո հովանավոր էր, բայց եթե նայենք պատմական տեսանկյունից, առհասարակ պատմության եւ եկեղեցական տեսանկյունից, ով էր նա, ինչ գործառույթ ուներ։ Նախ շնորհավորում եմ ձեզ, մեզ, բոլորիս, մեր հեռուստադիտողին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ եւ շատ տեղին մեկնարկ, պատմական ակնարկ, ով էր Սուրբ Սարգիսը։ Մեր ժամանակակից ընկալումների մեջ եւ քրիստոնեական, եկեղեցական սրբադասվածության արդյունքում մենք այսօր Սուրբ Սարգիսը նաեւ քրիստոնեացված տարբերակով ենք նշում եւ ինչպես նշեցիք, առաքելական եկեղեցին արժանին է մատուցում տոնի կապակցությամբ, սակայն պետք է ընդունենք, որ տոնը գոյություն է ունեցել նախաքրիստոնեական շրջանից դեռևս։ Այն, որ Սուրբ Սարգիսը այսօր քրիստոնեացված է, սրբադասված է, սա եկել է այն շրջանից, երբ որ Սուրբ Սարգիսը մեր եկեղեցում, առաքելական եկեղեցում դեռ մնացել էր, ժողովրդի մեջից պաշտվում էր։ Եթե հեթանոս մյուս աստվածներին կարողացան քրիստոնեությամբ հանել ժողովրդի մեջից, այդ պաշտամունքները, իրենց մեհյաները, բագինները, սրբատեղիները ավերելով, ապա Սուրբ Սարգսի դեպքում սա հնարավոր չէր։ Ինչու՞, որովհետև Սուրբ Սարգիսը չուներ կոնկրետ մեկ տաճար կամ եկեղեցի կամ որևէ բան, որը կարելի էր ավիրել ու ժողովրդին արգելել այնտեղ այցելել։ Սուրբ Սարգիսը ընտանեկան սուրբ է, Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի սրտում է, հայ ժողովրդի շուրթերին է։ Դրանով պայմանավորված նա պարզապես անհնար էր հանել ժողովրդի մեջից եւ հետեւաբար քրիստոնեությունը մտածեց մի որևէ ձևով նրան բերել քրիստոնեական շրջան եւ փառապանց Ներսես Շնորհալին շատ լավ լուծում գտավ, քանի որ մյուս քրիստոնեական աշխարհներից մենք ունեինք հալածանք այդ առումով, որովհետեւ չէին ընդունում քրիստոնեությունը ընդունում է մեկ աստվածության գաղափար, իսկ մենք ունենք նաև Սուրբ Սարգիսը։ Դրա համար մեզ ստիպվում էր, որ հանեինք դա մեր եկեղեցուց, իսկ ժողովուրդը չէին կարողանում հանել։ Եվ դրա համար ընդունվեց այս տարբերակը իր Մարտիրոս որդու հետ, զորավարներ, որ նա նահատակվել է հանուն քրիստոնեության, հանուն Քրիստոսի եւ այլն, այսինքն շատ իմաստուն քայլ արեց Ներսես Շնորհալին, սրանով նա Սուրբ Սարգսին հանեց սոսկ հայկական լինելու շրջանակներից եւ դարձրեց համաքրիստոնեական։ Ահա եւ պատմական ակնարկը։ Մենք դեռ հաղորդման սկզբում խոսեցինք այն մասին, թե ով պետք է պատրաստի աղի բլիթը, որովհետև երկու տարբերակ կա։ Մի տարբերակում ասվում է այրի կինը, մյուս տարբերակում նշվում է, որ պետք է երջանիկ ամուսնացած, այդպիսի կարգավիճակ ունեցող կինը պատրաստի, թե ինձ, թե հեռուստադիտողին, ովքեր այսօր պատրաստվում են ուտել աղի բլիթ, հետաքրքրում է ով պետք է իրականում պատրաստի եւ արդյոք խանութից գնած տարբերակը կարող է արդյունավետ լինել։ Իրականում ամենաքաղցրը, ամենատեղինը ընտանեկան պայմաններում, տնային պայմաններում պատրաստվածն է, սակայն շատ տեղին է, երբ որ այո, երջանիկ, պտղաբերված, պտղավորված կինն է պատրաստում, կին, ով շատ երեխաներ է ծնել, կին, ով երջանիկ է որպես կին, որպես մայր, հասարակության անդամ, որտեղ նա իր ամբողջ էներգիան ձեռքերով է շաղախվում ամբողջը եւ իր ամբողջ այդ երջանիկ կնոջ ու մոր կերպարի ամբողջ էությունը դնում է այս ծիսական ուտեստի մեջ։ Հետևաբար շատ տեղին է, որ երջանիկ կինը, լիառատ կինը պատրաստի այդ ծիսական ուտեստները եւ աղի բլիթը ու մատուցի արդեն երիտասարդ չամուսնացած աղջիկներին իրենց սիրելին երազում տեսնելու փափագով։ Դուք եղել եք աղի բլիթ երբևէ։ Եվ եկել է երազին։
Ասեմ ավելին, առավելագույն ճշգրտությամբ այն կատարվել է իմ կյանքում։ Իրո՞ք։ Այդ շատ հետաքրքիր հարց է։ Գիտես, մենք խոսեցինք Ավիբլիթից, բայց որքանով է ինքը եկեղեցական ավանդույթ, թե ինքը ի վերջո ուղղակի սովորական, ժողովրդական մարդիկ են հորինել, այսպես ասած, թե ինքը ինչ-որ չափով կապ ունի եկեղեցու հետ։ Դա ավելի ժողովրդական տոն է, ոնց Ինքը ժողովրդական տոն է, որից հետո արդեն քրիստոնեացվելով մտել է եկեղեցական համակարգ։ Սա ժողովրդական հավատալիքներից է գալիս, հավատալիքներից է բխում։ Եկեք խոսենք ուխտագնացությունների մասին, որոնք եւս շատ ժողովրդական, համաժողովրդական բնույթ էին կրում, եւ ահա այսպիսի միջավայրում ձևավորված որևէ հավատալիք գրեթե անհնար է հանել ժողովրդի մեջից։ Ուրեմն Սուրբ Սարգիսը ավելի քան 220 սրբատեղի ունի։ Հայաստանի տարածքում Արևմտյան Հայաստանի եւ ներկայիս Հայաստանի տարածքում բոլորը միասին մեր ներկայիս Հայաստանի տարածքում ավելի շատ լոռու մարզում են Սուրբ Սարգիսները եւ ինչն է հետաքրքիր Սուրբ Սարգիսը գոյություն ունի կամ պաշտամունքային տեղ է ոչ միայն եկեղեցիներում, քարակերտ, ձեռակերտ շինույթներում, այլ նաեւ բնության մեջ կարող է բլուրը լինել Սուրբ Սարգսի անունով, արվակը, աղբյուրը, ջուրը, դրա համար Սուրբ Սարգիսը ամենուրեք է եւ նրան անհնար էր հանել ժողովրդի մեջից։ Եվ մարդիկ ինչ էին անում, գնում էին աղբյուրների մոտ, ջրերի մոտ, պահքից դուրս էին գալիս։ Ուխտագնացության ժամանակ խաչ լվայի արարողություն էր տեղի ունենում, այսինքն խաչը լվանում էին ջրով եւ այդ լվացած խաչի ջրով փոխինձ էին պատրաստում։ Եվ հետո ավելացնում էին մեղր կամ դոշապ ու փոխինձ էին պատրաստում եւ դրանով դուրս էին գալիս Սպասից։ Եվ երբ որ ուխտից արդեն մարդիկ վերադառնում էին, այնտեղ մոմեր էին վառում, աղոթքներ էին անում, զոհեր էին մատուցում Սուրբ Սարգսին կենթանու տեսքով եւ ետ վերադարձին արդեն կարծես այդ օրհնությունը իրենց հետ բերում էին դեպի մարդկությունը եւ ով որ հանդիպում էր նրանց վերադարձող ասում էր խաչը քեզ ողջույն ղարգե, այսինքն խաչը քեզ ողջույն է ուղարկում եւ պատասխանը հնչում էր ողջ լինես, ողջ առողջ, հա, ողջություն, այսինքն կյանք էին մաղթում, երկարակեցություն, բարեբերություն էին մաղթում մեկը մյուսին։ Սուրբ Սարգսի այս տոնակատարությամբ այդ ծիսական արարողակարգեր սա։ Ասեցի, որ պահքից էին դուրս գալիս, խոսենք նաև պահքի մասին։ Սուրբ Սարգսի ամենակարևոր առանձնահատկություններից է այդ 5 օրյա ծոմը, պահքը, որը պահվում էր երկուշաբթի օրվանից։ Այսինքն միշտ մեծ պահքից առաջ։ Այո, Սուրբ Սարգսի պահքը կոչվում է առաջավորած պահք, որովհետև տարին մեկնարկում է եւ առաջին պահքն է, որ սկսվում է։ Առաջին եկեղեցական պահքը, որ սկսվում է, սա Սուրբ Սարգսի պահքով է, այդ 5 օրյա ծոմապահությունն է, այսինքն դա սկսվում էր երկուշաբթի օրվանից։ Սուրբ Սարգիսը ինքը շարժական տոն լինելով հանդերձ, մշտապես նշվում է շաբաթ օրը։ Զատիկից 63 օր հետո կամ 9 շաբաթ հետո։ Բայց տեսեք, հետաքրքիր է, որ մենք ունենք տոներ, որոնք տարիների ընթացքում գուցե մի քիչ ստվերվել են, բայց օրինակ Սուրբ Սարգսի տոնը ինքը մի քիչ գուցե մարքեթինգային հնարքների շնորհիվ կամ այլ կարող եք չհամաձայնել, բայց կարող ենք քննարկել ձեր տեսակետը, բնականաբար շատ հետաքրքիր է։ Իրենք մնացել են երիտասարդության մեջ, այսինքն կարող ենք վստահաբար ասել, որ այսօր Սուրբ Վալենտինին հավասար, որը փետրվարի 14-ին նշվում է Հայաստանում, նաև Հայաստանում, Սուրբ Սարգիսը պակաս, այսպես պակաս ձևով չի նշվում։ Հետաքրքիր է ինչու, գուցե սիրո հետ է կապված, իսկ սերը երբեք շատ չի լինում, սիրո նվիրված տոները երբեք շատ չեն լինում։ Մի քիչ ձեր տեսակետը ու նաև կարող ենք համեմատական անցկացնել Սուրբ Վալենտինի հետ։ Սուրբ Սարգիսը, ինչպես ասեցի, արդեն համաքրիստոնեական է դարձել եւ դրանով պայմանավորված շատ ազգերի մոտ է նշվում։ Անգամ այն ազգերի, ովքեր քրիստոնյա չեն։ Խդր նաբի են ասում, այսինքն զորավար է կոչվում։ Դա եզդիների մոտ, քրդերի մոտ է նշվում խդր նաբի։ Էլի սիրո տոնն է։ Էլի սիրո տոն է։ Տոնը գրեթե նույնությամբ պահպանված է բոլորի մոտ։ Եվ Վալենտինը դա նույնպես մեծ աղերս ունի Սուրբ Սարգսի հետ։ Հետևաբար, եթե սրանք նույնացված են, տոնի խորհուրդը, կատարվելու ձևերը եւ այլն, ձևերը միգուցե ժամանակի ընթացքում փոփոխվել են, բայց բովանդակային առումով նրանք նույն են, ուրեմն ինչի համար մենք հայերս ունենալով Սուրբ Սարգիս պետք է նշենք Վալենտին։
Գուցե նրա համար, ինչը որ դուք ասեցիք, որ սիրո հետ կապված թեմաները, տոները երբեք շատ չեն լինում, գուցե դա է մղում, հա, մեկ անգամ եւս արժևորելու, մեկ անգամ եւս շեշտելու, մեկ անգամ եւս սեր խոստովանելու, նվերներ փոխանակելու, բայց եւ այնպես, եթե մենք լիարժեքորեն ավելի արժանին մատուցենք Սուրբ Սարգսի տոնին, թերևս կարիքը եւ առիթը չունենանք Վալենտին նշելու։ Շատ լավ, մենք հասկացանք, թե Սուրբ Սարգիսը ոնց է ստեղծվել, այդ տոնը ինչպես է տոն վերածվել, հասկացանք, թե ինչի մասին, հասկացանք ոնց էին նշում առաջ, բայց չհասկացանք, թե ինչպես են նշում այսօր։ Այ ոնց է պետք այսօր նշել Սուրբ Սարգիսը, որ նա ուղղակի չվերածվի, ուղղակի սիրային խաղի եւ ազգագրական տարերը որքանով են պահպանված Լավ, այսօր։ թող մի քիչ սիրան խաղի վերածվի, ինչ կլինի որ։ Հա, բայց ավանդույթն էլ պետք է պահպանվի, չէ՞։ Շատ լավ, ավանդույթը եւ սերը սիրախաղ այստեղ միախառնված են եւ չեն հակասում մեկը մյուսին։ Շատ գեղեցիկ փոխ լրացնում են մեկը մյուսին, որտեվ հնում էլ էլի Սուրբ Սարգսի հենց սիրո դրսևորումներ։ Սուրբ Սարգիսը պետք է նշենք, որ միայն սիրո բարեխոս չէր, նա ձյունը բքի մեջ մնացածների, ճանապարհներին, այդ փոթորիկների մեջ մնացածներին էր օգնում, գելու գազանի հարձակումներից էր փրկում։ Սյուպայտի հետքը, չէ, այդ ավանդույթները։ Եվ ուրեմն շատ բաներ կան, որոնք վերագրվում են Սուրբ Սարգսին, որտեղ ինքը զորավոր սուրբ է։ Պարզապես հիմա մեր օրերում ավելի մնացել այդ սիրո դրսևորումը, որտեղ սերը երբեք չի դադարում, սերը երբեք չի մարում, սերը միշտ կա, քանի դեռ մարդկությունը կա ու գոյություն ունի։ Այ այդ ավանդույթի մասին խոսենք, ես շատ պատահաբար իմացա, որ իմ ընկերներից մեկը, կուրս ընկերուհիներից մեկը, ինքը իր պատուհանին ընտանիքով այդ ամբողջ գյուղը դասից մեծ սիրով նշում էր, չամուսնացած աղջիկները դնում էին փոխինձ կամ ալյուր եւ եթե առավոտյան ձիու պայտի հետքը մնում էր, ուրեմն այդ տարի այդ աղջիկը ամուսնանալու էր, ես չգիտեմ, Երևանում հնարավոր է դնել մեր պատշգամբում այդպիսի բան եւ Սուրբ Սարգիսը պատշգամբ ունենալ։ Շատերը չունեն։ Այն մի քիչ էս ավանդույթից խոսենք, որը փաստորեն հիմա շատ Հայաստանի շատ հատվածներում դա պահում են, անում են այդ ավանդույթը։ Ուրեմն ամուսնական գուշակությունների հետ կապված կային ավելի ուրիշ տեսակ գուշակություններ, իսկ սկուտեղով փոխինձը դրան շեմքին կամ դրան դեմին կամ կտուրում դնելը ավելի ընտանիքին վերաբերող երևույթ էր, այսինքն եթե Սուրբ Սարգիսը գալիս էր ու իր ձիու սմբակով անցնում էր այդ փոխինձի մեջով իր հետքը թողնում էր, նշանակում է այս ընտանիքը արժանացել էր դրան։ Ինչով էր արժանացել։ Արժանացել էր իր ազնվագույն ապրելակերպով, իր բարձր արժեքներով, իր մաքրամաք, այսինքն սա մեկ անձով չէր պայմանավորված, սմբակի հետքը խոսում էր ամբողջ ընտանիքի բարեբերության մասին եւ ազնվության մասին։ Դրա համար ընտանիքները ձգտում էին ապրել առավելագույնս այնպիսի չափանիշներով, որ տարվա մեջ այդ մեկ օրը արժանանային Սուրբ Սարգսի սմբակի այդ հետքի մնալուն իրենց ընտանիքի մեջ։ Սա մեր ժամանակակից կրոնական պատկերացումներով շատ համարժեք է քրիստոնեական այդ 10 պատվիրանները պահելու ամբողջության մեջ։ Այսինքն դու պիտի այդ բոլոր պատվիրանները, կարգերը պահեիր, որ արժանանայիր դրան, բայց մինչև քրիստոնեություն, քան որ այս 10 պատվիրանները չկային, պարզապես մարդը գիտակցում էր, որ ինքը պետք է ապրի ազնվորեն եւ արժանանա դրան։ Իսկ ամուսնական գուշակությունների հետ կապված կային շատ հետաքրքիր արարողություններ, ուրեմն նախ ծիսական ուտեստները փոխինձն էին եւ խաշիլը էլի բոված աղացած ցորենի ալյուրով պատրաստված ճաշատեսակ էր, հատուկ ծիսական, եւ փոխինձը կրկին պատրաստում էին այդ բոված ցորենի ալյուրից։ Ուրեմն առավոտյան Սուրբ Սարգսի առավոտյան շաբաթ օրը լավաշի մեջ փաթաթում էին կամ խաշիլի, այդ ծիսական ճաշից մնացորդներ, կամ լավաշի մեջ հացի փշուրներ էին փաթաթում ու դնում էին տան երթիկին, այնուհետև կանգնում ու հետևում էին, թռչունը որ կողմ կտանի, թռչունը որ կողմ վերցներ ու այդ մնացորդները լավաշի, հացի փշրանքները թռչեր դեպի այդ կողմ, ուրեմն սպասված ապագա հարսնացուն կամ փեսացուն գալու էր այդ կողմից։ Աստված մի արածե, եթե թռչունը տեղում էր կերել այդ հացի փշրանքները, նշանակում էր այդ տարի ամուսնություն չի լինելու։ Ահա այսպիսի գուշակություններ կային, ինչպես նաև գուշակություններ կային դովլաթի հետ կապված։ Դովլաթը մենք գիտենք, որ մեր շատ տոների ժամանակ է կիրառվում, այդ
կտրելը, գաթան եւ այլն, սակայն Սուրբ Սարգսի պարագայում լոբին կամ հոնի կորիզը դրվում էր այդ փոխինձի գնդիկների մեջ։ Գնդիկները շարվում են սկուտեղի վրա դրվում էր սեղանին եւ ընտանիքի անդամները վերցնելով թե ում փոխինձի գնդիկի մեջից դուրս կգար այդ դովլաթը, ուրեմն ընտանիքի բարեբերությունը կգար այդ տվյալ անձնավորությունից կամ ինքը հենց ամուսնացողներ լինելու, եթե դա ընտանիքի երիտասարդ սերունդն էր։ Բայց փոխին իրականում շատ համեղ է, ճիշտ է, եթե չեմ սխալվում, բավականին կալորիական է, բայց շատ համեղ է, փորձել ես դու։ Իհարկե, ոչ չեմ փորձել, բայց կարող ես նույնիսկ կարակ կամ յուղ չավելացնել այդքան շատ եւ ինքը լինի ավելի առողջ։ Հա, ու շատ բարեբախտաբար հիմա խանութներում վաճառվում են եւ կարելի է նաեւ այդ տարբերակով ձեռք բերել։ Ես առաջարկում եմ մի փոքր խոսենք նաև ծոմի կարգի մասին, խոսեցինք ծոմից դուրս գալու մասին, բայց 5 օրյա ծոմը իրենից ինչ էր ենթադրում, Սուրբ Սարգիսը շատ էր խրախուսում եւ ավելի աջակցում էր բոլոր այն զույգերին, այն երիտասարդներին, ովքեր պահում էին ծոմը։ Դա 5 օրյա ծոմ էր, ծոմի երկու տեսակ գոյություն ուներ՝ միաժում եւ անսվաղ։ Այսինքն, անսվաղ ծոմը իրենից ենթադրում էր, որ ամբողջ 5 օրվա ընթացքում նրանք ոչինչ չէին ուտում, միայն ջուր էին խմում։ Մենք գիտենք, որ դուք շատ գեղեցիկ երգում եք։ Ահա։ Արդյոք կան երգեր կապված Սուրբ Սարգսի տոնի, վստահ եմ կլինեն, եւ արդյոք պահպանվել են այդ երգերը, որոնք կարող եք դուք մեր մեծ խնդրանքով կատարել որպես ամփոփում այս զրույցի։ Շատ լավ, մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Ցավոք սրտի։ Ուրեմն երգերը, խաղերը բնականաբար շատ էին, երթիկից իջեցնում էին, երգում էին եւ հարսանեկան արարողություններն էին շատ լինում այդ ընթացքում։ Էլի ապավինելով Սուրբ Սարգսի տոնին, երգերից ես թերևս առանձնացնեմ մի գեղեցիկ երգ, ծիսական, ազգագրական երգ, մարդ բնություն կապն է խորհրդանշում։ Չեմ ասի, թե հենց կոնկրետ Սուրբ Սարգսի տոնին են երգել, բայց քանի որ Սուրբ Սարգիսը ձնի բքի Սուրբ է Աստվածություն է եւ երգը հենց ձյան մասին է, կոչվում է Ձյուն եմ ու կուգամ։ Ձյուն եմ ու կուգամ, ձյուն եմ ու կուգամ, ձյուն եմ ու կուգամ սարերում։ Հալիմուկաթիմ, հալիմուկաթիմ, հալիմուկաթիմ քարերում, ջուրը բարձր կուգասարեն։ Ձյուն եմ ու կուգամ, ձյուն եմ ու կուգամ, ձյուն եմ ու կուգամ սարերում, գաթափի մարմար քարեն, Հալիմուկաթիմ, հալիմուկաթիմ, հալիմուկաթիմ քարերում։ Հրաշալի, Շնորհակալություն, բրավո։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան կարող եք ուտել աղի բլիթ, որ գիշերը տեսնեք ձեր ապագա ամուսնուն կամ կնոջը, եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մշակութաբան Թեհմինե Բարսեղյանին, ով շատ ավելի մանրամասն եւ համապարփակ ինֆորմացիա մեզ փոխանցեց տոնի մասին։ Իսկ այժմ շարունակում ենք այս երաժշտական թեման եւ լսում ենք լավ երաժշտություն։ Գնացինք։ Նարեկ Գևորգյան, գնացինք։